Կրկին ողջունում եմ ձեզ սիրելի ֆուտբոլասեր ընկերներ, AFL-ում խաղային շաբաթը շարունակվում է եւ արդեն վերջին խաղային օրը միմյանց դեմ առաջին խաղադաշտ դուրս կգան մրցելու Միլանը եւ Էվերտոնը Winter Cup-ի շրջանակներում թիմերը արդեն ողջունում են միմյանց, եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին, որից հետո կշարունակենք։ Սկսենք Միլանից, դարպասը պաշտպանում է Հովանես Ղազարյանը համար 1, Յոնուս Ահմադ համար 2, Վիգեն Դուրյան համար 6, Էրիկ Հունանյան համար 8, նա թիմի ավագն է, Դավիթ Զաքարյան համար 9, Մատեո Ջիլբերտո համար 11, Ալեքս Սահակյան համար 14, Վլադ Մուսայելյան համար 18, Սեյրան Խալացյան համար 19 եւ Վահե Մարտիրոսյան համար 77։ Էվերտոն դարպասը պաշտպանում է Արամ Ղազարյանը համար 1, Տիգան Պապիկյան համար 5, Հովանես Գաբրիելյան համար 7, Ռևիկ Եղիազարյան համար 8, Մանուկ Մուրադյան համար 9 ով թիմի ավագն է, Արամ Անտոնյան համար 17, Անդրանիկ Պողոսյան համար 20, Միքայել Պողոսյան համար 23, Յուրի Հակոբյան համար 33, Ալեքս Մկրտչյան համար 44, Ռաֆայել Վարդանյան համար 77 եւ Սամվել Գրիգորյան համար 99 կա մրցավարի մեկնարկային սուրիչ ու մեկնարկած է հանդիպումը Միլանը այստեղ գնդակը հանձնեց մրցակցին հիմա արդեն վերականգնեց գնդակը Խալացյանը իր թիմի համար ու փորձում են սկսել իրենց առաջին գրով այս խաղում Միլանի ֆուտբոլիստները բայց այստեղ Ահմադը կորցնում է գնդակը Դուրյան արձագանքեց այստեղ Ահմադը սխալին Դուրյանը ու փոխանցում է կատարում դարպասապան Ղազարյանի ուղղությամբ քիչ էր մնում այստեղ սխալվեին պաշտպանությունից դուրս գալուց Միլանի ֆուտբոլիստները, բայց ամեն ինչ կարգին ավարտվեց Միլանի համար Եղիազարյան հասցրեց փակել գնդակի ճանապարհը ու կտեսնենք առաջին եզրային նետում այս խաղում այո թիմերը Winter Cup-ը անհաջող մեկնարկեցին լավ հանդիպումներ անցկացրեցին երկու թիմերն էլ բայց Միլանը առաջին տուրում 8-4 հաշվով զիջեց Բորուսիա Մյունխեն-Գլադբախին 2 գոլ առանց հանդիպում իսկապես ստացվեց, իսկ Էվերտոնը 1 գոլի տարբերությամբ 3-2 հաշվով վտանգավոր հարված ենք տեսնում Սահակյանի կողմից, բայց այստեղ խաղընկերը շեղեց գնդակի ուղղությունը եւ այն դուրս եկավ դաշտի սահմաններից, իսկ Էվերտոնը 3-2 հաշվով պարտություն կրեց առաջին տուրում ու բնականաբար այսօր երկու թիմերն էլ խաղադաշտ են դուրս եկել իրենց առաջին միավորը կամ միավորները վաստակելով Winter Cup-ում այնպես չէ որ առաջին տուրը ձախողելու դեպքում դա որևէ նշանակություն մեծ նշանակություն կթողնի թիմերի խմբային փուլը հաղթահարելու գործում բայց իհարկե միավորների կորուստը ամեն տուրում կարող է խմբային փուլի արգելքը հաղթահարելուց խոչընդոտ հանդիսանալ թիմի համար դեռ ունեն թիմերը առաջի տուրը չհաշված անցկացնելու 16 հանդիպում որոնցից մեկը սա է հենց երկրորդ տուրի հանդիպումը թիմերի միջև բայց դեռ գնալով էլ ավելի ու ավելի բարդ մրցակիցներ են այս երկու թիմերին սպասվելու այնպես որ եթե ցանկանում են իհարկե իսկ Միլանը թե Էվերտոնը իրենց խաղամակարդակով ու ուժերով բնականաբար այն թիմերն են ովքեր կարող են հանգիստ հաղթահարել առնվազն խմբային փուլը ապա պետք է մտածեն անպայման այս պայից սկսած միավոր վաստակելու մասին Սահակյանն է այստեղ թիկունքի շշում գործածում մրցակցի նկատմամբ եւ Հունանյանն էլ այստեղ եկավ օգնության խաղընկերոջը ու երկուսով հաղթեցին խաղի կանոնները այս դրվագում շրջափակման մեջ առան Էվերտոնի 23 համարին տվյալ դեպքում Միքայել Պողոսյանին արագորեն հիմա խաղարկում են Էվերտոնի ֆուտբոլիստների գնդակը Անտոնյան ուղարկեց Գաբրիելյանին Գաբրիելյան շատ լավ նկատեց Անտոնյանի առաջ խաղացումը վտանգավոր գրոհի անցել Էվերտոնը բայց Դուրյանն է փակում գնդակի ճանապարհը Անտոնյանի կատարած փոխանցումից հետո ու եզրային նետում հիմա կիրացնեն Էվերտոնի ֆուտբոլիստները այո բարդ է ասել եթե անցներ փոխանցում այստեղ ինչ վերջաբանք ունենար այս գրոհը, բայց Դուրյանը կարողացավ լավ գործել, հիմա էլ կրկին Դուրյանն է փակում գնդակի ճանապարհը եւ Հունանյանին ուղարկելով գնդակը սկսում իր թիմի հերթական գրոհ, Հունանյան կա փոխանցումը Խալացյանի ուղղությամբ, Խալացյան պետք է հարված կատարել, բայց այստեղ հասցրին Խալացյանի հարվածի ճանապարհը կրկին փակել Միլանի ֆուտբոլիստները,
այստեղ հաջող գործեց Պողոսյանը, բտավ Տուգանային հրապարակի մատուշներ հարվածել կատարեց, բայց բարդ էր անկյունի իհարկե այդտեղից գրավելու համար ու գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Խալացյան շարժվում է առաջ Միլանի 19 համարը։ Եղիազարյանն է կենտրոնում դիմավորել նրան ու մաքուր խաղում կարողացավ կատարել այստեղ Ռևիկ Եղիազարյանը, բայց փոխանցում ուժեղ ստացվեց։ Եվ կրկին այստեղ խառը իրավիճակ է ընթանում։ Մատեո Գիլբերտո Կարայո խաղի կանոնների խախտում նրա դեմ պայքարում ու ստանդարտ իրացնել Միլանի ֆուտբոլիստները պետք է արգել այնտեղից որտեղ տեղի ունեցել խաղի կանոնների խախտում, այդ մասին է ակտարկում հանդիպման գլխավոր մրցավարը։ Ու Դուրյանն է պատրաստվում գնդակը խաղի մեջ մտցնելուն։ Դուրյան ուժեղ փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց այստեղ կարողացան Էվերտոնի պաշտպանները լավ գործել։ Հիմա էլ Անտոնյանն է հաջող խլում կատարում ու նետվում առաջ, բայց Դուրյանն իհարկե այսպիսի իրավիճակների համար փորձեց խանգարել մրցակցին, հիմա վտանգավոր գրոյ հարված ու քիչ էր մնում այստեղ Ժիլբերտոն ինքնագոլ գրանցել իր անվան դիմաց, ուզում էի ասել Դուրյանը նմանատիպ իրավիճակներում հեշտ չի հանձնվում, բայց այդ դրվագում իհարկե արագությամբ անցավ մրցակիցը Դուրյանին։ Հիմա Եղիազարյանն է ստանում գնդակը, գուցե հեռվից հարված տեսնենք Ռևիկ Եղիազարյան ևս մեկ անկյունային կիրացնեն Էվերտոնի ֆուտբոլիստները։ Այո, հանդիպման տեմպը գնալով էլ ավելի է բարձրանում։ Իհարկե, այդպես էլ նախատեսված է Ռևիկ Եղիազարյան։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, Անտոնյան հարված ու այստեղ չորցած դարպասապահ գնդակը, իսկ հիմա գնդակը արդեն Ղազարյանի ձեռքերում է, այո, շատ լավ հնարավորություն հիմա կորցրեց Էվերտոնը։ Խալացյան ստացավ գնդակը Սերյան Խալացյանը ու շարժվում է առաջ։ Եվս մեկ մրցանցի անցավ, Ժիլբերտո փորձեց այստեղ թողնել գնդակը Խալացյանին, բայց միջ այդ կար խաղի կանոնների խախտում Խալացյանի դեմ պայքարում ու բավական նպաստավոր դիրքում Միլանը վաստակում է Տուգանային հարվածի հնարավորություն։ Տեսնենք, երկու ֆուտբոլիստ է կանգնած գնդակի մոտ, Խալացյանը և Հունանյանը, կա մրցավարի սլուշը, տեսնենք ով հարվածը կկատարի, կարծես Խալացյանն է պատրաստվում իրացնելու, կա հարվածը, բայց փորձեց ցածրից գնդակ ուղարկել դեպի դարպասը Խալացյանը և գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ նրա կատարած հարվածից հետո։ Պապիկյանը լավ նկատել էր խաղընկերոջ առաջ խաղացումը, բայց փոխանցման ճանապարհին կրկին կանգնեց Դուրյանը, կրկին Պապիկյանն է ստանում գնդակը։ Վտանգավոր է ու այստեղ կորցնում է Տիգրան Պապիկյանը գնդակը, Խալացյան, կա փոխանցումը Հունանյան չկարողացավ այստեղ հաջող կասեցում կատարել։ Հունանյանը այլապես բավական նպաստավոր դիրքում կստանար մրցակցի դարպասը գրավելու հնարավորություն։ Պապիկյան ուղարկում է գնդակը Անտոնյանին, բայց Անտոնյանի փոխանցումից հետո այստեղ առաջինը կրկին գնդակին արձագանքում է Դուրյան ու փորձում ստել իր թիմի հերթական գրողներից մեկը Յոնուս Ահմադ։ Խալացյանն է ստանում գնդակը, դեպի ձախ ուղարկեց Դավիթ Զաքարյանն է մրցակցի Տուգանային հրապարակ ուղարկում գնդակը, բայց այստեղ Պապիկյանը շեղեց գնդակի ուղղությունում, հիմա կտեսնենք եզրային նետում Միլանի ֆուտբոլիստների կատարմամբ։ Հունանյան ուղարկեց գնդակը Սահակյանին, կա փոխանցումը, բայց այստեղ հեռացեցին մի փոքր գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները։ Հունանյան
իր համար փորձում է հարվածի հնարավորություն ստեղծել եւ ստեղծեց Ումանյանը ու վաստակեց հիմա էլ անկյունային հարվածի հնարավորություն Միլանի համար։ Խալացյան արագորեն խաղարկել է Միլանը գնդակը Խալացյան փոխանցում հարված են նույնիսկ այստեղ տեսնում Զաքարյանի կողմից բայց փայլեց Էվերտոնի դարպասապահ Արամ Ղազարյանը կռայելով անկյուն ու հեռացեց գնդակը Գաբրիելյան փոխանցում տեսան դեպի Ռաֆայել Վարդանյանի ուղղությամբ ով շատ լավ նկատեց ձախ եզում գտնվող Անտոնյանին հիմա կհասնի այս գնդակին Անտոնյանը բայց Դուրյանն է հիմա հասնում ու խլում գնդակը մրցակցից եւ շարժվում առաջ Վիգեն Դուրյան մի փոքր հեռու թողեց գնդակը Դուրյանը ու այստեղ հաջող կարողացավ արձագանքել առաջնորդ գնդակին Ռաֆայել Վարդանյանը Պապիկյան ուղարկեց գնդակը Անտոնյանին վերջին սենային թողնում է Ռաֆայել Վարդանյանին ու շարժվում առաջ Գաբրիելյան բայց այս փոխանցումը չկարողացավ հաջող կասեցնել Վարդանյանը եւ գնդակը հենց իրենից էլ դուրս եկավ դաշտի սահմաններից Գիլբերտո դեպի Խալացյանը փոխանցում տեսանք Մուսայելյան քիչ առաջ դուրս եկավ Վլադ Մուսայելյանը խաղադաշտ փոխարինելով Դավիթ Զաքարյանին ու հիմա տեսնենք որպես թարմուշ Մուսայելյանը ինչով կփորձի օգնել Միլանին Խալացյանն է ստանում գնդակը ուղարկեց այն դեպի Ձախ որտեղ Ահմադն է Մուսայելյան բայց այստեղ Պապիկյանը հաջող խլում կարողացավ կատարել իսկ փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց Տիգրան Պապիկյանի կատարած եւ եսից նետում են Միլանի ֆուտբոլիստները Հունանյան հարվածն էլ կա բայց թույլ ստացվեց այն ու Արամ Ղազարյանը տեղում էր եւ գնդակը նետեց Անտոնյանի ուղղությամբ բայց այստեղ Ջիլբերտոն Մաքուր անգամ կարողացավ գնդակը հեռացնել դաշտի սահմաններից Պապիկյան ուղարկեց գնդակը Գաբրիելյանին կրկին ստացավ պատասխան փոխանցումը Պապիկյանը եւ այն ուղարկում է դեպի աջ Իամ խլեցին Միլանի ֆուտբոլիստները գնդակը Խալացյան արված ու հաշիվը բացվում է 1-0 Միլանն առաջինն է հասնում հաջողության այս խաղում Սեյրան Խալացյան 1-0 այո Խալացյանի խփած գնդակը արձանագրվեց այս ընթացքում մրցավարը դիտում էր կրկնապատկերը մինչ Խալացյանի հարված կատարելը տեղի ունեցած Բախման դրվագի, բայց ամեն ինչ կարգին է ու հիմա Միլանը հաղթում է 1-0 հաշվով Դուրյան, միանգամից հիմա փորձեց առաջնետվել Էվերտոնը, բայց չստացվեց գրող ձեռնարկել ու Խալացյանն է հիմա կրկին գնդակով փորձում սկսել թիմի հերթական գրող ուղարկեց այն Հունանյանի ուղղությամբ, Հունանյան լավ անցում էր, բայց այստեղ Պապիկյանը կարողացավ հաջող խլում կատարել իսկ Ջիլբերտոն գեղեցիկ գործեց, չնայած գնդակը հիմա Էվերտոնի ֆուտբոլիստերին բաժին հասավ, աջ եզրով հիմա անցել են գրոյի Էվերտոնի ֆուտբոլիստները, լավ գրոյ է, վտանգավոր է Անտոնյան, այստեղ հաջող չստացվեց Անտոնյանի փոխանցումը, բայց կհասնի այս գնդակին իհարկե Վարդանյանը, կրկին Անտոնյանին ուղարկեց գնդակը, Վարդանյան ու անկյունային հարված կիրացնեն Էվերտոնի ֆուտբոլիստները Անտոնյանն էլ գնդակի մոտ է Բարձից կա փոխանցումը Ռևի Եղիազարյան այստեղ ստացվեց Եղիազարյանի հարվածը Հիմա կա հարվածը, բայց պաշտպանի իր վրա ընդունեց գնդակը ու կտեսնենք ևս մեկ անկյունային հարված այս ընթացքում կրկնակի փոփոխություն կլինի Էվերտոնի կազմում Հակոբյանն ու Մուրադյանն են թիմի ավակ դուրս գալիս խաղադաշտ, այո Մուրադյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է թիմի կազմում եւ իհարկե ոչ մյուս դատարին Մուրադյանը
կմտնի խաղադաշտ, հիմա միայն Հակոբյանը տեղ զբաղեցեց խաղադաշտում, կա մրցավարի Սուրիչը, փոխանցում ենք, տեսնում այստեղ փորձեցին հեռացնել, գնդակը չստացվեց, իսկ Պապիկյանի կատարած հարվածից հետո կրկին Դուրյանն է փակում գնդակի ճանապարհը։ Ռևիկ Եղիազարյան ուղարկեց գնդակը Գաբրիելյանին, կրկին ստացավ փոխանցումը Եղիազարյանը ու մրցակցի Տուգանային հրապարակի ուղարկում գնդակ, այստեղ Պողոսյանն է ասել գնդակին ու կար խաղի կանոնների խախտում Սահակյանի կողմից։ Տեսնենք այս ստանդարտը, ինչի կփորձեն վերածել Էվերտոնի ֆուտբոլիստները, Գաբրիելյանն է տեղադրել գնդակը, կարծում եմ ուղիղ հարվածքի հետևից դարպասի ուղղությամբ այստեղից, կա մրցավարի Սուրիչը, Գաբրիելյան, բայց բարձր ստացվեց նրա կատարած հարվածը, փորձեց տեսնել գնդակը, բայց այս դրվագում չստացվեց։ Դուրյան Ահմադին ուղարկեց գնդակը, բայց այստեղ դուրս է եկել գնդակը դաշտի սահմաններից ու կտեսնենք եզրային նետում Էվերտոնի ֆուտբոլիստների կատարման պարագորեն խաղարկեցին գնդակը եզրային նետումից Էվերտոնի ֆուտբոլիստները Եղիազարյանն է գնդակով շատ լավ նկատեց Գաբրիելյանին միայնակ այստեղ Եղիազարյանը ու ստանում է հիմա պատասխան փոխանցումը, բայց Հունանյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին, քան այն բաժին հասավ Ռևիկ Եղիազարյանին։ Պապիկյան դեպի ձախ փոխանցում տեսանք Պապիկյանի կողմից, Պողոսյանն է գնդակով, բայց այստեղ Ահմադը սահանքման գնով կարողացավ չեզոքացնել մրցակցի արագ գրոհ, հիմա էլ Գաբրիելյանն է խլում կատարում, բայց փոխանցումը անհաջող ստացվեց Գաբրիելյանն ու Դուրյանն է շարժվում առաջ, Հունանյան կհասնի իհարկե այս գնդակիների Հունանյանը ու տեսնենք հիմա ինչ որոշում է նախապատրաստել Հունանյանը, կա փոխանցում Մուսայելյանի ուղղությամբ, Մուսայելյան հարված, Եղիազարյանն է կանգնում գնդակի ճանապարհին, իսկ Ջիլբերտոյի հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ։ Այո, հիմա կա Մուրադյանի փոփոխությունը Վարդանյանի փոխարեն ու տեսնենք Մուրադյանը որպես թարմուշ թիմի ավակը ինչով կփորձի աչքի ընկնել իհարկե Էվերտոնի գոլահարներից մեկն է Մանուկ Մուրադյանը միայն մեկ հնարավորություն եւ նա կարող է ցանկացած իրավիճակում վճռել դրվագի ելքը Պողոսյան եւ այստեղ կար խաղի կանոնների խախտում Դուրյանի կողմից անկասկած այո թիկունքից հարվածեց մրցակցի ոտքին ու շատ լավ հնարավորություն է հիմա ստանում է Էվերտոնը Տուգանային հարված միջացնելու համար բավական մոտ է տարածությունը եւ տեսնենք ինչպես կիրացնեն այս ստանդարտը Մուրադյանն ու Եղիազարյանն են այս պահին գնդակի մոտ կա մրցավարի Սուլիչը, Ռևիկ Եղիազարյան, հարված ու այստեղ Դուրյանի վրա ընդունեց գնդակը, Պապիկյանն էլ ևս մեկ հարված կատարեց, բայց այն բաժին հասավ Միլանի պաշտպաններին, հիմա Հունանյանը փորձեց հեռացնել, չստացվեց, եզրից կնետի Էվերտոնը, Եղիազարյան, բայց ուժեղ էր այս փոխանցումը անկասկած Եղիազարյանի կատարած ու հարված կլինի արդեն Հովհաննես Ղազարյանի պաշտպանած դարպասից։ Դուրյանը շատ լավ նկատեց հիմա Հունանյանին ընդունեց գնդակը այստեղ Հունանյանը, տեսնենք ինչ որոշում կայացնի Միլանի ավակը ընկավ այնուամենայնիվ գրոհի տեմպը, բայց փոխանցումն էլ բաժին հասավ Էվերտոնի պաշտպանին Դուրյան Սահակյանին ուղարկում գնդակը Հունանյան
Եվ ես իսկ նետի Միլանը։ Հենց Ունանյանն էլ կատարի եզրային նետումը։ Բայց այստեղ Հակոբյանը առաջին արձագանքեց գնդակին Էվերտոնի կազմում ու հիմա ասնում են գրոյ Էվերտոնի ֆուտբոլիստները Մանուկ Մուրադյան։ Շատ լավ նկատեց Պողոսյանին, Մուրադյանը Պողոսյան հարվածել կա ու այստեղ Սահակյանը կանգնեց գնդակի ճանապարհին, Մուրադյանի հարվածել բարձր է ստացվում։ Այո, լավ գրոյի անցան իսկապես Էվերտոնի ֆուտբոլիստները, բայց վերջնական հարվածը չստացվեց։ Պապիկյան, առաջին արձագանքեց այստեղ Պապիկյանը գնդակին եւ այն ուղարկում է Պողոսյանի ուղղությամբ, իհարկե կար այստեղ խաղի կանոնների խախտում Ջիլբերտոյի կողմից։ Հիմա տեսնենք ինչ է պատել Միքայել Պողոսյանին։ Պոտքին հարված ստացավ մրցակցի կողմից ու հուսանք, որ ամեն ինչ կարգին կլինի, այո, Պողոսյանը կշարունակի հանդիպումը, հիմա Եղիազարյանն է գնդակի մոտ, խաղարկեց գնդակը Եղիազարյանը Մուրադյանի հետ, Ռևիկ Եղիազարյան և անկյունային հարվածք իրացան Էվերտոնի ֆուտբոլիստները։ Հենց Եղիազարյանն էլ գնդակի մոտ է, բարձից փոխանցում, այստեղ Հակոբյանը փորձեց հարված կատարել, բայց չստացվեց, իսկ այստեղ Ահմադը լավ պաշտպանվեց ու գնդակը Դուրյանը կմտցնի խաղի մեջ, բայց փոխանցումը անհաջող ստացվեց Դուրյանի կատարած, հիմա Եղիազարյանը հաջող խլում կատարեց գնդակի ու անցնում է գրոյի Էվերտոնը հարված ենք այստեղ տեսնում Պողոսյանի կողմից, բայց փայլեց այստեղ Միլանի դարպասապահ Հովհաննես Ղազարյանը, կար ավելի լավ տարբերակներ իհարկե Պողոսյանի կողմից, թե աչից, թե ձախից Մուրադյանը արդեն միայնակ կմնար դարպասապահի դիմաց, եթե նկատեր նրան Պողոսյանը, բայց Էվերտոնի 23 համարը որոշեց ինքն էլ եզրափակել գրոհ ու հարված կատարեց Պապիկյան, թույլ չտվեց որպեսզի Միլանը անցնի գրոյի, բայց նրա կատարած փոխանցումն էլ անհասցե ստացվեց ու հարված կլինի կրկին Միլանի դարպասից։ Դուրյան դեպի մրցակցի տուգանային կրոս կատարեց Դուրյանը, այն փորձեցին հեռացնել Էվերտոնի պաշտպանները, բայց չստացվեց։ Հիմա Հակոբյանը կարողանում է դուրս գալ պաշտպանությունից, գնդակ ուղարկելով խաղընկերոջը ու նետվում են առաջ կրկին Էվերտոնի ֆուտբոլիստները։ Պողոսյան ընկավ իհարկե այստեղ գրոյի տեմպը, հասցրին վերադասավորվել Միլանի ֆուտբոլիստները, բայց գնդակով կրկին Էվերտոնն է։ Եղիազարյան լավ նկատեց Մանուկ Մուրադյանին, բայց փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց Ռևիկ Եղիազարյանի կատարած։ Վլադ Մուսայելյան քիչ էր մնում այստեղ Մուրադյանը խլում կատարեց, բայց ասավ գնդակը Ահմադին, հիմա էլ անցնում է գրոյի Միլանը, Խալացյան կփորձի պայել գնդակը, ոչ այստեղ չստացվեց Խալացյանի մոտ լավ կասեցում կատարել, համաձայն եմ բարդ էր մի փոքր նրա դիրքը։ Մուրադյան մնաց գնդակով Մանուկ Մուրադյանը, հիմա լավ ազատվեց գնդակից, Հակոբյան պետք է արագացնել, հիմա առաջի խաղակեսը մոտենում է ավարտին ու հիմա Էվերտոնը պետք է գնա այդ մեկ գնդակը ետ բերելու, բայց Եղիազարյանի կատարած փոխանցում այստեղ կրկին ուժեղ է ստացվում ու հիմա էլ Միլանը կարող է լավ հակագրով կազմակերպել, Խալացյանն է շարժվում առաջ, Զեյնա Խալացյան մտավ տուգանային հրապարակ, Խալացյան հարված ու այստեղ դարպասապահը կարողանում է հեռացնել գնդակը և խախտեցին խաղի կանոնները Միլանի ֆուտբոլիստները։ Միքայել Պողոսյան
Արկելա կեց այստեղ Պողոսյանը գնդակ ուղարկելով Անդրանիկ Պողոսյանին, Յուրի Հակոբյան Պապիկյան ուղարկեց գնդակը Հակոբյանը Կրկին Միքայել Պողոսյանն է գնդակով Լավ, անցում էր ու կար խաղի կանոնների խախտում այստեղ Ջիլբերտոյի կողմից ու դեղին կար Ջիլբերտոյին այո խաղի կանոնները խախտելու համար առնվազն մի քանի դրվագում արդեն խախտել էր խաղի կանոնները շատ վտանգավոր գրոհի ժամանակ մրցակցի Ջիլբերտոն ու հիմա արդեն պատժվում է դեղին քարտով առաջին դեղին քարտն էլ այս խաղում մենք տեսանք Եղեզարյանն է հիմա գնդակի մոտ, մրցավարի սուլը չկա, Ռևիկ Եղեզարյանն ուղարկեց գնդակը Մուրադյանին, դեպի աջ, Պողոսյան Կրկին Մուրադյանին հասցեագեց գնդակը Մուրադյանն է հարվածում հիմա ու Դուրյանը նորից կանգնեց գնդակի ճանապարհին և կարողացավ հիմա էլ փոխանցում կատարել դեպի Ջիլբերտոն, բայց այստեղ կորցրեց գնդակը Միլանը, իսկ Յուրի Հակոբյանի փոխանցումը չանցավ Ջիլբերտո հեռու թողեց մի փոքր գնդակ, իհարկե բարդ է այս գնդակին հասնել և առաջին խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է կարճ դադար, որից հետո կշարունակենք Սելի ֆուտբոլասերները մեկնարկում է Միլան ընդդեմ Էվերտոնի հանդիպման երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը նվազագույնն է առայժմ Խալացյանի խփած գոլի շնորհիվ Միլանը ունի առավելություն այս խաղում նվազագույնը հաշվով տեսնենք երկրորդ կեսում ինչ կփորձեն անել թիմերը հիմա Անտոնյանը խլում կարողացավ կատարել Ջիլբերտոից բայց գրոհը այսքանով չավարտվեց Մանուկ Մուրադյան հիմա եզրային նետում կատարեն Էվերտոնի ֆուտբոլիստները Պողոսյան կատարեց եզրային նետում, բայց չհասկացան այստեղ միմյանց Էվերտոնի երկու ֆուտբոլիստներ ունեցվում է առաջ Միլանը Հունանյանին կհասնի այս գնդակը, բայց Պապիկյանը լավ պաշտպանվեց այս դրվագում ինչ խոսք Մուսայելյան ուղարկում է գնդակը դեպի ձախ և այստեղ Պողոսյանը կարողացավ այն հեռացնել ես իսկ նետել Միլանի ֆուտբոլիստները Ամատ, այստեղ Հակոբյանը հեռացեց գնդակը ու ևս մեկ եզրային նետում կիրացնի Միլանը Հունանյան չստացվեց այստեղ հարվածը կատարել Հունանյանի, այլապես վտանգ կներկայացներ այս եզրային նետումից իրականացած փոխանցումը Մուրադյան պետք է փոխանցում կատարել Անտոնյանին կա փոխանցումը, բայց Անտոնյանը չհասավ այստեղ գնդակին հարված կատարելու համար, այո ամեն ինչ ճիշտ ավել նկատելու կատարել Մանուկ Մուրադյանը, բայց խաղանկերը այստեղ չարձագանքեց գնդակին Խալացյան, առայժմ հանդիպան միակ գոլի հեղինակն գնդակով, բայց այստեղ Պապիկյանը հեռացեց գնդակ ու հարված կլինի Միլանի դարպասից Դուրյան շատ լավ նկատեց Հունանյանին, բայց այստեղ Ռևիկ Եղեզարյանն է Էվերտոնի կազմում առաջին արձագանքում գնդակին ուղարկելով գնդակը Հակոբյանին, այո պետք է արդեն անել հնարավորինս Էվերտոնի ֆուտբոլիստները Պողոսյան բարձից փոխանցում դեպի Մանուկ Մուրադյանը վտանգավոր է Պողոսյանն է հիմա գնդակով ստացվեց հարված կատարել այստեղ հիմա կա հարվածը, բայց շեղությամբ է ընթանում գնդակը չնայած անկյունային հարված նշանակում է մրցավարը գնդակը դիպավ Միլանի պաշտպանին
Քահարկված է այստեղ անկյունային ու գնդակը Միլանի ֆուտբոլիստների մոտ է։ Դարպասապը ուժեղ հարվածով գնդակը մտցրեց խաղի մեջ, բայց այն բաժին հասավ Էվերտոնի դարպասապային ու հիմա Պապիկյանը փորձում է սկսել Էվերտոնի հերթական գրով, բայց փոխարեն այստեղ քիչ էր մնում սխալվեին Էվերտոնի ֆուտբոլիստները Անտոնյան կարողացավ պահել գնդակը իր թիմի մոտ։ Տիգրան Պապիկյան Խորքից փոխանցում ենք տեսնում դեպի Անտոնյանը, բայց Ահմադը առաջին արձագանքեց գնդակին։ Հիմա էլ գնդակը Միքայել Պողոսյանի մոտ է կահարված ու ելով եթե ոչ Դուրյանը փակեց գնդակի ճանապարհը, այսօր բավական հարվածներ ընդունեց իր վրա Դուրյանը, մինչ այն հասավ դարպասի ուղղությամբ։ Ահմադ հեռացված է գնդակը կլինի կրկին Էվերտոնինը։ Անտոնյան հաջող գործեց այստեղ։ Անտոնյանը կատարեց փոխանցում, Պողոսյանն էլ հարվածեց, բայց նրա կատարած հարվածը բավական ուժգնությամբ չընթացավ, որպեսզի հայտնվեր դարպասում։ Ռևիկ Եղիազարյան Հակոբյանին հասցրեց գնդակը, Պողոսյանն է հիմա էլ ստանում գնդակ ուղարկելով Արամ Անտոնյանին, շատ լավ նկատեց Հակոբյանին, Անտոնյանը վտանգավոր է, Մանուկ Մուրադյան, մնաց գնդակով Մուրադյան հարված ու հաշիվը հավասար է 1-1։ Մանուկ Մուրադյան 1-1, այո, ինչի մասին խոսում էինք Մուրադյանի փոխարինման դուրս գալուց, նրան պետք չէ նմանատիպ իրավիճակներում հարվածելու հնարավորություն տալ, բավական վտանգավոր է լինում Մուրադյանը մրցակիցների համար, հիմա նրան է ուղղված այս փոխանցումը ու Սահակյանը կարողանում է այս դրվագում հեռացնել գնդակը, բայց այն կլինի ներողություն Էվերտոնի մոտ։ Խաղարկեցին գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները, Անտոնյան, բայց պետք է ճիշտ ուղղից խաղարկել, հիմա կրկին խաղարկված է գնդակը, Մանուկ Մուրադյան ուղարկեց գնդակը Պողոսյանին, Պողոսյան հարված ու այստեղ անկյունային հարված է նշանակված, այո, պաշտպանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Գաբրիելյան բարձից փոխանցում ենք, տեսնում հարվածն էլ կա այստեղ Պապիկյանի կատարած, բայց գնդակը մի փոքր չեղությամբ ընթացավ, այո, երկրորդ կեսը իսկապես լավ են մեկտարկել Էվերտոնի ֆուտբոլիստները։ Այդ իսկ պատճառով կարողացան հավասարեցնել հանդիպան հաշիվ ու հիմա էլ փորձում են արդեն առաջինը իրենք հասնել հավասարությունից հետո հաջողությամբ, բայց առայժմ անարեք է Միլանի դարպասը Մուրադյանի խփած գնդակից հետո Ահմադ լավ դուրս բերեց այստեղ Միլանի պաշտպանությունից, բայց Անտոնյանը կրկին խլեց գնդակը, Հակոբյանն շատ լավ նկատեց Գաբրիելյանին, իսկ այստեղ Ահմադը հասցրեց հեռացնել գնդակը ու անկյունային կիրասնի կրկին Էվերտոնը։ Կրկին Գաբրիելյանն է տեղադրել գնդակը, բայց դրա կատարած փոխանցումը անհաջող ստացվեց, Խալացյանն է զարգացնում արագություն, կա Հունանյանի տարբերակը, Խալացյան կատարեց փոխանցումը այստեղ Խալացյանը, Հունանյանն էլ փորձեց հասցեակել գնդակը Խալացյանին, չստացվեց ու հիմա արդեն գնդակը բաժին է հասել Մանուկ Մուրադյանին։ Տեսնեք այս գրոհ ինչի կվերացի Էվերտոնը, Մուրադյան կատարեց փոխանցում Վարդանյանի ուղղությամբ, բայց Վարդանյանի փոխանցումը չանցավ այստեղ։ Հունանյանն ու Եղիազարյանն են պայքարում միմյանց դեմ։ Կարողացավ այստեղ ազատվել գնդակից Հունանյանը ու 3-1-ի դիմաց նետվում է առաջ Միլանը, բայց այստեղ բավական հաջող պաշտպանվեց Էվերտոնի պաշտպան Տիգրան Պապիկյան, իհարկե շատ լավ հնարավորություն հիմա իսկապես կորցրեց Միլանը, 3 ֆուտբոլիստով դուրս են եկել, 1 պաշտպանի եւ դարպասապայի դիմաց, բայց ձախողվեցին գրոհի հեսապակիչ մասում։ Հունանյան բարձից ուղարկում է գնդակը Սահակյանին, Սահակյանի փոխանցումը դեպի Տուգանային հրապարակ չստացվեց ու եզից կնետեն Էվերտոնի ֆուտբոլիստները։ Մուրադյան
Ուղարկես գնդակը Պողոսյանի, վերջինս էլ հասցեակնում է գնդակը Գաբրիելյանին, հերվից հարված ենք տեսնում ու այստեղ Բայլես Միլանի դարպասապա Ղազարյանը, բայց չի ավարտվել Էվերտոնի գրո այսքանով, Անտոնյան ինչ է այստեղ կար խաղի կանոնների խախտում Սահակյանի կողմից։ Բավական վտանգավոր դիրքի այս ստանդարտը իրացնելու համար, բայց տեսնենք ինչպես կիրացնեն այն Էվերտոնի ֆուտբոլիստները, վաստակել է միայն բավական չէ, իհարկե մոտ է տարածությունը, բայց սուր է անկյունը, կա մրցավարի շուրիչը, փոխանցում, Գաբրիելյան այստեղ վտանգավոր է, Պողոսյանը հարված փակեցին, հարվածի ճանապարհը, հետո էլ Պապիկյանը հարվածեց ու կրկին պաշտպանները կանգնեցին գնդակի ճանապարհին։ Գաբրիելյան ցածրից փոխանցում հիմա էլ հեռացված է գնդակը Զաքարյանի կողմից, Ուլանյանն էլ լավ իջեցեց այստեղ գնդակը, բայց այն բաժին հասավ Էվերտոնի ֆուտբոլիստի Անտոնյանին հարվածն էլ կատարեց Անտոնյանը ու հիմա միայն հորիզոնական դարպասաձողը եկավ օգնության Միլանին, այո Էվերտոնը գնալով էլ ավելի է մեծացնում ճնշումը մրցակցի դարպասի ուղղությամբ, բայց առայժմ պաշտպանվում են Միլանի ֆուտբոլիստները, Պողոսյան հարված ու մի փոքր շեղությամբ մտածավ հիմա այդ Պողոսյանի կատարած հարվածը։ Սահակյանն է շարժվում առաջ աջ եզրով, Հունանյան, եզից կնետի Միլանը, Հունանյանն էլ արագ կատարեց եզային նետումը, բայց Մուսայելյանի հարվածը չստացվեց, հիմա արագ անցնում է գրոյի Էվերտոնը, Գաբրիելյան կան տարբերակներ պետք է շտապել Գաբրիելյան, բայց այստեղ բավական ուժեղ փոխանցում կատարեց Գաբրիելյանը։ Անտոնյան, լավ կասեցեց այստեղ Արամ Անտոնյանը գնդակ ու շարժվում է առաջ, Վարդանյանն գտավ կենտրոնում, Վարդանյանն էլ երվից հարվածեց Գաբրիելյան հարված ու գնդակը հայտնվում է դարպասում, 2-1 Էվերտոնն առաջ է անցնում հաշվի մեջ։ Մի անգամից հիմա փորձեցին անցնել գրոյի Միլանի ֆուտբոլիստները, բայց չստացվեց, Մուրադյան հերվից հարվածի փորձ, այստեղ Դուրյանը կրկին իր վրա ընդունեց գնդակը եւ այն ուղարկում է առաջ, հիմա էլ Ռևիկ Եղիազարյանը լավ գործեց այստեղ Դուրյան, բայց նորից գնդակը բաժին հասավ Ռևիկ Եղիազարյանին։ Աչից միացնում է գրոյին Գաբրիելյանը, Եղիազարյանը ու գնդակը դուրս չի եկել դաշտից համանից, պետք է խաղալ Խալաթյան ու Եղիազարյանը հաստրեց մաքուր անկման հեռացնել գնդակը եզից կնետի Միլանը։ Ահմադն է կատարում եզային հետում Հունանյանի ուղղությամբ, 2-8 համարների պայքար եք տեսնում, Հունանյանը կարողացավ կատարել փոխանցում այս դրվագում, բայց ուժեղ ստացվեց այն։ Եղիազարյան Հաղարկում են գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները պաշտպանությունում, Անտոնյան ազատվեց այստեղ գնդակից Անտոնյանը, բայց լավ փոխանցում կարողացան կատարել Մուրադյանին, Մուրադյանն էլ շատ լավ նկատեց Գաբրիելյանին ու հիմա քանակական առավելություն ունի, հարձակման գծում Էվերտոնը, Պողոսյան, հարված ու 3-1 Էվերտոնը կրկնապատկում է իր առավելությունը։ Երեք մեկ այո իսկապես լավ գրոհի անցան Էվերտոնի ֆուտբոլիստները, ամեն ինչ սկսվեց Մանուկ Մուրադյանից, շատ լավ նկատեց Գաբրիելյանի առաջ խաղացումը, հետո էլ Գաբրիելյանի գլխով կատարած փոխանցման մասին իհարկե խոսքերն ավելորդնից Պողոսյանը տվեց տրամաբանական եզրափակումը գրոհի
Ունանյանն է հիմա գնդակի մոտ կա, մրցավոր սուլիչը հերվից է հարվածում Ունանյանը, բայց բարձր է թացավ գնդակը։ Ապելյան։ Դեպի։ Անտոնյանը լավ գրոյի տեղափոխություն տեսանք, Մանուկ Մուրադյան վտանգավոր գրոյ է կրկին կատարել Էվերտոնը, բայց Մուրադյանի հարվածը բարձր է ստացվում։ Դուրյան, խորքից շատ լավ էր նկատել Խալացյանի առաջ խաղացումը, հիմա բաժին ասավ գնդակը Խալացյանին, կա փոխանցում վտանգավոր է, այստեղ ինքնագոլ ենք տեսնում, 3-2 Միլանը մեկ գնդակ ետ է բերում։ Այո 3-2 իսկապես, բայց եթե չլիներ այս ինքնագոլը լինենք անկեղծ, Ունանյանը արդեն պատրաստ էր գրոհ եզրափակելուն։ Անտոնյան շատ լավ ներանցում է, Մանուկ Մուրադյան փոխանցում, Վարդանյան 4-2։ Ռաֆայել Վարդանյան 4-2 ինչպիսի փոխանցում տեսանք Մուրադյանի կողմից եւ իսկապես թիմեր այս 2 րոպեի ընթացքում 3 խփած գնդակով աշխի ինքան հիմա էլ Ունանյանն է հարված կատարում ու պաշտպանը շեղեց գնդակի ուղղությունը կտեսնենք անկյունային հարված։ Այո, Միլանը մեկ գնդակ կարողացավ ետ բերել 2 գնդակով։ Սիչելով մրցակցին, բայց հաջորդ գրոհի ժամանակ միանգամից բաց թողեց 4 գնդակ ու հիմա հանդիպան հաշիվը 4-2 է օգուտ Էվերտոնի ֆուտբոլիստների։ Եզրային նետում հիմա կկատարեն Էվերտոնի ֆուտբոլիստները։ Անտոնյան փորձեց ազատվել Դուրյանի վերահսկողությունից, բայց այդ մի փոքր բարդ է, չնայած Դուրյանի եկան օգնության պաշտպանները, Դուրյան հիմա նայ գնդակով եւ լավ գրոհի տեղափոխությունը դեպի հարձակման գիծ, Ունանյան, անկյունային հարված կիրացնի Միլանը։ Խալացյան ուղարկում է գնդակը Ջիլբերտոին, գուցե հերվից հարվածի Ջիլբերտոն հարվածում է, բայց բավական բարձր։ Այո, եթե հիմա կարողանա Միլանը արագորեն եւս մեկ անգամ կրճատել հաշվի տարբերությունը, այնպես է որ հնարավոր կլինի փրկել այս հանդիպումը, բայց առայժմ այդպիսի վտանգավոր գրոհ կարող են հիմա միայն կազմակերպել Հունանյան կա փոխանցումը վտանգավոր է հարված ու կարողանում է Միլանը մեկ գնդակ ետ բերել։ Դավիթ Զաքարյանը աշխի ընկավ Միլանի կազմում, իսկապես լավ գործեց մինչ նրա հարված կատարելը թիմի ավագ Հունանյանը հանցավ մեկ պաշտպանի վերահսկողությունից, հետո էլ շատ նրբանկատ փոխանցում կատարեց, իսկ Զաքարյանին մնում էր միայն եզրափակել այս գրոհը 4-3 ու տեսնենք այս մնացած ժամանակահատվածում ինչ կանեն թիմերը։ Խալացյան ուղարկեց գնդակը Վիգեն Դուրյանին, վերջինս էլ դեպի մրցակցի Տուկանային հրապարակ, բայց Պապիկյանը առաջին արձագանքում գնդակին եւ այն ուղարկում Անտոնյանի ուղղությամբ։ Գաբրիելյան կրկին Անտոնյանին է գնդակը բաժին հասնում եւ եսից կնետեն Միլանի ֆուտբոլիստները։ Գիլբերտո Դուրյանն է ստանում գնդակը, կրկին գտավ Հունանյանին արձակման գծում Դուրյանը, Ամադ, եսից կնետեն Միլանի ֆուտբոլիստները։ Խալացյան թողեց գնդակը Յոնուս Ահմադին, կա փոխանցում ու այստեղ դարպասապանն է հեռացնում գնդակը Սահակյան, Եգոր տեմպով գուցե
Շարունակվում Միլանի գրոհը, այդպես էլ կա Սահակյան փոխանցում ու այստեղ Ահմադը չկարողացավ եզրափակել գրոհը։ Պապիկյանը հիմա գնդակը կմտցնի խաղի մեջ, ուժեղ փոխանցում առաջ, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Տուրյան խորքից փոխանցում հիմա էլ Հակոբյանը հեռացեց, գնդակ ունեցվում են առաջ Էվերտոնի ֆուտբոլիստները Գաբրիելյան, կա փոխանցումը դեպի Անտոնյանը, հարված ենք տեսնում Անտոնյանի կողմից, բայց այն թույլ ստացվեց ու վերցեց Միլանի դարպասապահ գնդակը։ Պապիկյանն էլ հիմա երկրորդ հարգում լավ գործեց, քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպան ավարտին։ Ու տեսնենք հիմա Միլանը ողջ կազմով արդեն գնում է առաջ։ Հանդիպան հաշիվը հավասարեցնելու, բայց այն չի ստացվում, հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է գոլառատ հանդիպում, տեսանք, բայց 4-3 հաշվով առավելության հասավ Էվերտոնը ու վաստակեց իր առաջին 3 միավորը Վինտեր կապում։ Այս հանդիպան համար նախատեսել էինք այսքանը, կարճատև դադարը, որից հետո կշարունակենք խաղային օրը։